Գյումրիում եզակի Նասիբյան կլինիկա։ Այժմ մենք մուտք ենք գործում Նասիբյան կլինիկա։ Այստեղ առաջնահերթությունը տրվում է բժշկական ծառայությունների բարձրակարգ մատուցմանը։ Այժմ իմ զրուցակիցն է կլինիկայի տնօրեն Արթուր Նասիբյանը։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ, Ալա ջան։ Ես կուզենայի, որպեսզի դուք ներկայացնեիք հակիրճ կերպով, թե կլինիկան ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ նոր բան է տալու մեր բուժարուներին։ Հաճույքով նախ ողջունում եմ ձեզ, ձեր ոտնամուտը Նասիբյան կլինիկ։ Նասիբյան կլինիկան արտահիվանդանոցային բժշկական կենտրոն է, որը կոչված է հիմնականում վիրաբուժական պրոֆիլի մասնագիտություններով բուժօգնություն ցույց տալու համար։ Այստեղ բոլոր հետազոտությունները եւ բժշկական միջամտությունները իրականացվելու են գերժամանակակից բժշկական սարքերով, սարքավորումներով, որոնք 2025 թվականի արտադրության են, հիմնականում եվրոպական ստանդարտիզացիա անցած։ Ասածս նպատակ է հետապնդում, որ մարդիկ գիտակցեն, որ այստեղ իրոք ժամանակակից բժշկական պահանջներին համապատասխան բուժօգնություն է իրենց սպասվելու։ Կլինիկան ըստ էության լինելով հագեցած նշված ծառայություններով կարող է մեկ պատուհան սկզբունքով ապահովել բոլոր բուժառուներին անհրաժեշտ պահանջները, որոնք վիրաբուժական պրոֆիլի են։ Բացի վիրաբուժական պրոֆիլից մենք նաև 5 այլ մասնագիտություններով ենք ստացիոնար ծառայություն ապահովում, դրանք են ուրոլոգիական ծառայությունը, դիմացանոթայինը, լոր բժշկությունը, ինչպես նաև անոթայինը։ Կլինիկայում նաև գործում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն, մասնավորապես սրտաբանական եւ թերապևտիկ ճյուղերով։ Կլինիկան հագեցած է նաև ընդունարանով, որտեղ կարող են ցուցաբերվել անհետաձգելի բժշկական օգնություն։ Կլինիկայի տնօրեն Արթուր Նասիբյանի թվարկած ծառայություններից կառանձնացնենք մի քանիսը, իսկ մինչ այդ կլինիկա մուտք գործելիս նախ պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը։ Սոնոգրաֆիկ հետազոտություն, գերժամանակակից ուլտրաձայնային հետազոտության ապարատով, ստույգ ու ճշգրիտ ախտորոշմամբ։ Նասիբյան կլինիկայի բացումը որպես ալտերնատիվ ժողովրդի համար, որպես ալտերնատիվ վիրաբուժական բաժանմունք շատ գովելի է ինձ համար։ Դա ընտրության իրավունք է մարդու համար, որպեսզի բուժվի ոչ պարտադիր մեկ կլինիկայում։ Եվ իմ մոտիվացնող փաստը ինձ համար հենց դա է, TWT8, այդպիսին է սարքի անվանումը, կարող է ինքը շատ բան չասել էլի, բայց մասնագիտական ոլորտում ինքը շատ ճանաչված սարքավորում է, ինչով իրեն պատկերի հստակությամբ, շատ մաքուր հստակ պատկերներ ենք ստանում եւ սարքը, քանի որ 25 թվականի է, հագեցած է բոլոր տեսակի տվիչներով, այսինքն ինքը ունի եւ գինեկոլոգիական եւ կարդիոլոգիական եւ փափուկ հյուսվածքների, մակերեսային դատչիկի եւ ինչպես նաեւ հիմնական խորանիստվածքների որովայնի օրգանների հետազոտման կոնվեքս դատչիկը, որը շատ բարձր դիապազոն ունի, հաճախականության մեջ դիապազոն ունի։ Այսինքն պրակտիկորեն չկա մի այնպիսի օրգան համակարգ, որ հնարավոր չլինի այս սարքով հետազոտել։ Իհարկե մենք շեշտը այստեղ դնելու ենք վիրաբուժական հիվանդների վրա եւ սարքի այդ հնարավորությունը շատ փոքր զգայուն հնարավորություն ունեն այս դատչիկները, որպեսզի հետվիրահատական ցանկացած փոքրիկ թեկուզ որևէ բարդություն մենք կարողանանք ժամանակին հայտնաբերել եւ մեր ազգաբնակությունը գոհ եւ շնորհակալ հեռանա այստեղից։ Սրտաբանական ծառայություններ Նասիբյան կլինիկայում եւս կմատուցվեն, դրանք կլինեն ամբուլատոր։ Մեր ծառայությունը լինել է ամբուլատոր սրտաբանական ծառայություն, այն իր մեջ ներառում է պացիենտների խորհրդատվություն,
հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հետագա վարման պլանի որոշում եւ բուժում, կատարել ենք նաեւ վիրահատվող պացիենտների նախավիրահատական զննում, վիրահատական ռիսկերի գնահատում, անհրաժեշտության դեպքում նաեւ հետվիրահատական պացիենտների կարիք ունեցողների հետազոտություն, զննում, բուժում։ Հետազոտությունները իրականացնելու ենք գերժամանակակից 2025 թվականի սարքերով, էլեկտրասրտագրությունը անելու ենք BioCare սարքի միջոցով, որը 12 արտածումներում միաժամանակյա գրանցում է։ Նաև սարքը ունի իր մեջ հիշողություն պահելու մեր գրանցած էլեկտրասրտագրությունները եւ USB նաև համակարգ, որով կարող ենք միացնել նաև մոնիտորներին։ Էխոսրտագրությունը նույնպես 2025 թվականի սարքով ենք իրականացնելու հագեցած գունային դոպլեր, CV, PV, հյուսվածքային դոպլեր հետազոտություններով, որոնց միջոցով կարող ենք ճշգրիտ սրտի խոռոչների չափեր գնահատել, փականային համակարգ, սրտի կծկողականություն, փականային խնդիրներ, ստենոզներ, անբավարարություններ։ Բացի հետազոտություններից բուժարուները կգտնվեն նաև բժիշկ մասնագետների մշտական հսկողության ներքո։ Կլինիկայում կկատարվեն նաև դիմացնոտային ծառայությունների բոլոր տեսակների, այդ թվում պլաստիկ վիրահատություններ։ Ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ իմ բժշկական գործունեությունն եմ ծավալելու նաև Նասիբյան կլինիկայում։ Կլինիկայում կատարվելու են դիմացնոտային ծառայության բոլոր տեսակի վիրահատությունները, թիմային շրջանի փափուկ հյուսվածքների բորբոքման, ախտորոշման եւ բուժման վիրահատությունները, թիմային շրջանի բարդ եւ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, դիմացնոտային շրջանի պլաստիկ վիրահատություններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են ռինոպլաստիկան, օտոպլաստիկան, բլեֆարոպլաստիկան, դեմքի ցկումը, նաեւ մազերի տրանսպլանտացիան նորագույն FUE մեթոդով, որը մարզում լինելու է առաջին։ Գյումրիում բացվում է նոր կլինիկա, բժշկական կլինիկա, որտեղ միաձուլվում են գիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները եւ մարդկային վերաբերմունքը։ Անցնելով վիրահատական սրահներ, ականատեսն ենք լինում գերհզոր վիրահատական սարքերով, ժամանակակից վիրաբուժական չափանիշներին համապատասխան գործիքակազմով հագեցած վիրասրահների, որոնց գործիքային հագեցվածությունը թույլ է տալիս կատարել բազմաթիվ էնդոսկոպիկ ու լապարասկոպիկ միջամտություններ, ինչպես նաև հարկ եղած դեպքում բաց վիրահատություններ։ Արդիականացված վիրահատարաններում առկա են նաև վերջին սերնդի անզգայացման ու շնչառական ապարատները, որոնց մասին խոսեն եւ դրանց առանձնահատկություններին կծանոթացնեն հենց իրենք մասնագետները։ Ապարատը բազմաֆունկցիոնալ ինգալացիոն ազգայացում անցկացնելու համեցեք ներշնչառական ինգալացիոն բազմակոմպոնենտային ազգայացում անցկացնելու ցանկացած վիրահատությունների ժամանակ, ցանկացած բարդության վիրահատությունների ժամանակ անցկացվում է այս ապարատով ազգայացումը։ Ինքը արդի ժամանակակից վերջի սերնդի սարքավորում է, որը հագեցված է բավականին հագեցված է լավ մի քանի առավելություններ ունի, հագեցված կոմպոնենտներով, ֆունկցիաներով։ Ուրեմն ինքը ֆունկցիաներն ու այդ հագեցվածությունը ինչու՞մն է կայանում։ Այսինքն այս ապարատը, արդի ապարատը ունի մի շարք դատչիկներ, որոնք սարքի անխափանության դեպքում ազդանշաններ են տալիս, որովհետեւ մենք կարգավորենք այդ ամեն ինչը բացի սարքից, նաև ինքը երբ որ լինում է պացիենտի հետ, հիվանդի հետ խափանումներ հեմոդինամիկ տվյալների հետ կապված, ելի նորից ազդանշաններ է տալիս, որովհետեւ մենք կարգավորենք այդ ամեն ինչը։ Նաև ինքը ունի իր մեջ պարունակող կառուցվող այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են անալիզատորները, գազ անալիզատոր, տեղերի անալիզատոր, որը ինքը անալիզ է անում եւ էկրանի վրա ցույց է տալիս, թե ինչքան գազ մտավ, ինչքան դուրս եկավ, որը նույնպես թույլատրելի սահմաններում լինի։ Եթե թույլատրելի սահմաններից մի քիչ շեղումներ լինի, մենք ելի նորից ցույց է տալիս, մենք կարգավորում ենք այդ ամեն ինչը։ Այս ապարատը ունի նաև հնարավորություն աշխատելու ամենավերջի սերնդի ինհալացիոն անեստետիկներով։ Ես իսկ սկզբից ասեցի, ինքը կատարում է ինհալացիոն անզգայացում, այսինքն ինհալացիոն շնչուղիների միջոցով,
այդ անեստետիկը վերջի սերնդի անեստետիկն է, որը որ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի, ավելի քիչ բացասական կողմնակի ազդեցություններ ունի, որը ապահովում է ավելի անվտանգ, ապահով անզգայացում եւ քունդ հիվանդի։ Ֆունկցիաներից հիմնականը, որը որ կուզենայի շեշտեի, դա փոքրից մեծ ծավալների ապահովումը 10-ից մինչև 1500 մլ րոպեում, այսինքն այստեղ ինչպես իրականացվելու են մեծահասակների վիրահատություններ, ցավոք սրտի մանկական վիրաբուժական մասը հնարավոր չի ապահովել, բայց այս սարքի շնորհիվ նաև մենք կարող ենք ապահովել նեոնատալ մանկական հասակի երեխաների անզգայացումը ամբողջությամբ։ Այս սարքը ինչով է իր առավելությունը, ինչով է մյուս սարքերի համեմատ, որոշված է տարբեր մոդուլային հարթակներով, բիստով, այսինքն որոնք որ մեզ տալիս են հնարավորություն պատկերացնելու հիվանդի ընդհանուր մկանային ռելաքսացիայի աստիճանը, ցավազգայունությունը, ինտրաօպերացիոն դա մեզ տալու է հնարավորություն մինիմալ դեղորայքի կիրառմամբ հասնելու առավելագույն արդյունքների եւ համապատասխան ֆունկցիաները, որոնք որ ներառված են իր մեջ, ինքը սարքում է էլ ավելի անվտանգ անցկացնելու ամբողջ վիրահատությունը սկզբից մինչև վերջ։ Սարքը օժտված է նաև եւս մեկ առավելությամբ, նա հնարավորություն ունի որսալու ինհալյացիոն անեստետիկի արտահոսքը, միանգամից կլանելով այդ արտահոսքը նա տալիս է մեզ ահազանգ եւ անմիջապես կլանում եւ դուրս է բերում վիրահատարանից ինգալյացիոն անեստետիկը, որը որ ունի տոքսիկ ազդեցություն բուժանձնակազմի համար, ինչպես նաև հիվանդի համար հետագայում։ Այն մեծ սարքը օժտված է լայն հնարավորություններով, այստեղ մենք կարող ենք 720 ժամ անընդմեջ իրականացնել հիվանդի մոնիտորինգ։ Նա պատկերացրեք ինչ առավելություններ ունի իր հիշողության case, այսինքն նա պահպանում է ամբողջ case-ը հիվանդների, որոնք որ լինում են Նասիբյան բժշկական կենտրոնում, որոնք հնարավորություն են տալիս մոնիտորինգ անցկացնել եւ հասկանալ ինչ է կատարվել սկզբից մինչև վերջ հիվանդի հետ։ Նասիբյան բժշկական կենտրոնի ինչով է առանձնանում այլ բուժ կենտրոնների համեմատ, որ այստեղ բոլոր վիրահատությունները իրականացվելու են Սևորան գոլորշացուցիչի օգնությամբ։ Սևորանը ինչ է իրանից ներկայացնում, դա ինհալյացիոն անեստետիկ է, որը օժտված է մինիմալ կողմնակի էֆեկտներով ազդեցությամբ հիվանդի վրա։ Այստեղ մենք կարող ենք իրականացնել նաև սարքի առավելություններից, որն է մենք խոնավեցնում ենք եւ ջերմաստիճանը հասցնում ենք 32-ից մինչեւ 40 աստիճան, դա ամբողջությամբ հասնում է հիվանդին եւ ավելի հարմարավետ ստեղծում հիվանդի, ավելի հարմարեցվում է հիվանդի ֆիզիոլոգիային։ Սարքը բոլոր բուժառուների համար հնարավորություն ունի անհատական ստեղծել անվտանգ վիրաբուժական պայմաններ։ Անվտանգ ու հարմարավետ աշխատանք նաև բուժքույրերի համար հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք։ Վիրասրահում ունենք շարժական սեղան, որը որ համալրված է տարբեր դարակներով, բուժքրոջ աշխատանքը ել ավելի հարմարավետ դարձնելու եւ արագությունը չկորցնելու հետ կապված։ Այսինքն ստեղ մենք ունենք ամբողջությամբ առանձին յաչեյկաներ, որը որ նախատեսված են բոլոր տեսակի մեր անզգայացման համար նախատեսված պարագաների համար, որը որ էլ եւս ուզում եմ նշեմ, եւս դարձնում է առավել
դյուրին բուժքրոջ աշխատանքը համակարգելու համար եւ դրանով իսկ նվազեցնում է բուժքրոջ կողմից սխալների հաճախականությունը, որը որ շատ դեպքերում է դա լինում, բայց այս սեղանի շնորհիվ մենք կարող ենք ել ավելի սարքենք անվտանգ հարմարավետ բուժքրոջ աշխատանքի համար։ Ժամանակակից վիրաբուժությունը ունի ձգտումներ կիրառել հնարավորինս ինվազիվ վիրահատական եղանակներ իրականացնել լապարասկոպիկ վիրահատություններ ժամանակակից չափորոշիչներով ի նպաստ բուժարոյի, ասել է թե փոքր կտրվածքով մեծ ու խորքային վիրահատություն, դրան գումարած բուժարոյի շուտ ապաքինում։ Բժիշկ Նասիբյան, այժմ մենք գտնվում ենք վիրահատարանում եւ ես կուզենայի, որպեսզի դուք ներկայացնեիք լապարասկոպիկ վիրահատության առավելությունները։ Սիրով, մեր լապարասկոպիկ համակարգը դա մի համակարգ է, որը արտադրվել է 2025 թվականին, գերժամանակակից սարք է։ Այն օժտված է 4K Ultra HD վիզուալիզացիայով, ինչը հնարավորություն է տալիս մեզ ունենալ որովայնախորշում արտակարգ պատկեր։ Տեսեք, վերցնենք պատկերավոր բիբառը նույն եւ պատկերացնենք, որ այս ճեղքաձև տարածությունը դա որովայնի առաջային պատի վրա կատարված կտրվածքն է։ Կես սանտիմետրանոց կոշտ լապարասկոպով ընդամենը մտնում ենք մենք պատկերացնենք, որ որովայնախորշ եւ տեսեք վիզուալիզացիան, այս բիբառի հատիկները ինչքան լավ են վիզուալիզացվում մեզ համար։ Պատկերացրեք, եթե մենք ավելի մեծ օրգանների վրա կատարենք ինչ-որ վիրահատություն, վիզուալիզացիան բնականաբար ավելի լավը կլինի։ Տեսեք խորշիկները բան, ինչ հստակ են արտացոլվում, արխիտեկտոնիկան, ինչ հստակ է արտացոլում։ Այսինքն այն ինչ տեսանենք չէ բաց վիրահատության ժամանակ անզեն աչքով։ Այո, լապարասկոպիկ եղանակով վիրահատությունների ժամանակ հստակ մենք կարող ենք այդ պատկերը ունենալ, ինչը հնարավորություն է տալիս բուժարուներին փոքր կտրվածքների միջոցով հասնել առավելագույն արդյունքի։ Այսօր աշխարհի տենդենցիան էլ գնում է դեպի լապարասկոպիկը եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ ըստ էության ամբողջ ծավալը լապարասկոպիկ ձեռնարկի մենք կարող ենք իրականացնել մեր կլինիկայում։ Իսկ վիրահատական սեղանը ինչով է տարբերվում։ Տեսեք, վիրահատական սեղանը նա էլեկտրիկ հիդրավլիկ էլեկտրական սեղան է եւ համալրված է նաեւ պացիենտի ջերմաստիճանը հաստատուն պահելու հնարավորությամբ։ Սա մարզային պայմաններում կարող եմ վստահաբար ասել, որ եզակի բացառիկ գործոն է։ Տեսեք հարցը ինչումն է, կա այդպիսի մի բարդություն, որը 100,001 հարաբերությամբ է ստատիստիկ հանդիպում, կոչվում է չարորակ հիպերթերմիա։ Այս բարդությունը զարգանալու ժամանակ պացիենտի մոտ առաջանում է ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, անկառավարելի փոփոխություն, որը իր հերթին բերում է օրգանիզմում սպիտակուցների մակարդմանը եւ անխուսափելիորեն դրանից հետո մահվան։ Այսպիսի դեպքեր բժշկագիտության զարգացման ընթացքում բազմաթիվ են եղել աշխարհի պրակտիկայում եւ չկա ցավոք սրտի մեկ ինչ-որ տեստ, որով դու ի սկզբանե կարողանաս որոշես տվյալ բուժառուն արդյոք ունենալու է նմանատիպ բարդություն, թե ոչ։ Եվ այդ բարդությունից խուսափելու համար երկու տարբերակ գոյություն ունի, մեկը դա անտիդոտն է, որը պետք է ներարկվի հիվանդին, եւ մյուսը դա այս սարքի արկայությունն է, որը հաստատուն է պահում մարմնի ջերմաստիճանը։ Եթե դու տալիս ես օրինակ վիրահատությունից առաջ հանձնարարություն սարքին, որ դու պետք է կայուն պահես 36.7 ջերմաստիճանը պացիենտի մոտ, ինքը բարձրանալու դեպքում հովացնում է պացիենտին, իսկ ջերմաստիճանը իջնելու պարագայում հակառակը ջերմություն է հաղորդում եւ բերում է բալանսի։ Թերմոստաբիլություն են ապահովում։ Այս գել պակետներն էլ իր հերթին դրված են տաքացնող այդ ադյալի վրա, հա, այսպես ասենք, որպեսզի հավասարաչափ մարմնի վրա բաշխեն այդ ջերմատվությունը, խուսափելու համար այրվածքային ինչ-որ բարդություններից։
Սա այսպես։ Մյուս առանձնահատկությունը, որ ես ուզում եմ ասեմ, մեր վիրահատական լույսերն են, նրանք օժտված են 102 թաթիկներ են, մեկ թաթիկը մեծ թաթիկն է, մյուսը փոքր թաթիկը։ Այս թաթիկները մեծը օժտված է 160,000 լյուքս լյուսատվությամբ, իսկ փոքր թաթիկը 140,000 լյուքս լյուսատվությամբ է օժտված։ Վիրահատական լույսերը շատ եմ կարևորում, որովհետև բժիշկ վիրաբույժին, որպեսզի կարողանա ստավուր պատշաճի իր վիրահատական միջամտությունը իրականացնել, պետք է որպեսզի ունենա լավ լուսատվություն։ Սա հնարավորություն կտա անթերի աշխատելու։ Մյուս առանձնահատկությունը, որ էլի մարզում կարող եմ ասեմ աննախադեպ է, դա հարմոնիկ սարքի արկայությունն է։ Սա մի սարք է, որը հնարավորություն է տալիս հյուսվածքները հատել անարյուն։ Խնդիրը ինչումն է, այսպիսի բռնակներ գոյություն ունեն, սրանք կոչվում են տրանսդյուսերներ։ Տրանսդյուսերները, եթե թարգմանում ենք, նշանակում են փոխակերպիչներ։ Սրանք էլեկտրական հոսանքը փոխակերպում են շփման շարժական էներգիայի եւ այդ գլխիկը նա իմպեդանսային մեծ ալիքների շնորհիվ, այսպես շփելով ոնց որ, բայց պատկերացրեք մոտավորապես 25000 ակտ է կատարում շփման եւ արդյունքում հնարավորություն ենք ունենում մինչեւ 7-8 մմ տրամաչափ լուսանցք ունեցող անոթները հատել եւ անայրուն։ Տրադիցիոն մեթոդով այլ է եղանակը, դրվում են գործիքներ, հա, սեղմակներ, որոնց արանքում մկրատով հատում ենք եւ դնում ենք թելեր։ Նոր դա հնարավորություն է տալիս, որպեսզի չարնահոսի։ Այստեղ այդ թելերը չեն դրվում եւ դա հնարավորություն է տալիս օտար մարմիններ քիչ թողալ որովայնախորշում պացիենտի մոտ, իսկ մի շարք մարդիկ էլ կան, որ ընդհանրապես կարանյութերի նկատմամբ ունեն ալերգիկ դրսևորումներ, ինչը շատ է կարևորում արդեն կոնկրետ այդ կոնտինգենտի հետ այսպիսի սարքավորումներով աշխատելը։ Բացի այդ, նաև շատ է կարևորում ժամանակը, որովհետև այս սարքավորումով դու տեսեք տրադիցիոն մեթոդով միջև այդ սեղմակները տնես, արանքը կտրես, ամեն կողմում կապես, զաժիմները հեռացնես, դրանք ժամանակ են որոշակի տանում։ Իսկ ստեղ միանգամից ինքը այդ գործիքը հնարավորություն է տալիս արագ-արագ կտրելու եւ վիրահատությունը արագ վերջացնելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս քիչ նարկոզի դեղերի ազդեցությանը ենթարկվելու եւ բնականաբար հետ վիրահատական շրջանում ավելի արագ կազդուրվելու, ապաքինվելու եւ բնականաբար հոսպիտալային ժամանակահատվածը կրճատում ենք մենք հիվանդի հետ վիրահատական։ Այս սարքավորումների համակեցության մեջ աշխատանքը հենց դրանում է առավելությունը կայանում, որ ոչ թե մի սարքն է աշխատելու կամ մեկ այլ սարք, այլ բոլոր սարքերը համակեցության մեջ տալու են իրոք մեծ որակ։ Այս համակարգերը հնարավորություն են տալիս մեզ հատված աղիքը, երբ որ բերանակցում ենք իրականացնելու, մեկ հպումով սարքը այնպիսի հնարավորություն ունի, որ աղեգալարի բերող եւ տանող մասնահատվածները կիպ հարում է իրար եւ երբ որ այդ համադրությունը առաջանում է, սարքը այս բռնակի միջոցով սեղմում ես, ինքը միանգամից միամոմենտ համ կարում համ կպցնում է աղիքա աղիքին։ Սա եւս նորագույն տեխնոլոգիաների շարքին դասվող գործիք է եւ հնարավորություն է տալիս ժամանակը կրճատել։ Իմ եւ իմ Երևանի գոլեգաների հետ միասին կատարելու ենք մի շարք ուրոլոգիական վիրահատություններ, տարբեր ծավալի վիրահատություններ, կատարվելու են բաց վիրահատություններ, ինչպես նաև էնդոսկոպիկ վիրահատություններ, այսպես ասած առանց կդրվածքի վիրահատություններ։ Ուրեմն Նասիբյան կլինիկայում առաջի անգամ ներդրվել է էնդոսկոպիկ վիրահատություններ իրականացնելու համար բիպոլյար ռեզեկտասկոպ, որի հետ միասին նաև մենք ունենք պլազմա ինգեներատոր,
որը շատ առավելություններ է տալիս բիպոլյար ռեզեկցիաներ իրականացնելու համար։ Կատարվելու են միզապարկի ու զիգի հատումներ էնդոսկոպիկ մեթոդով, կատարվելու են միզուկի նեղացման հետ կապված էնդոսկոպիկ վիրահատություններ, միզապարկի, շագանակագեղձի տարբեր տիպի վիրահատություններ էնդոսկոպիկ մեթոդով։ Պլազմային գեներատորի միջոցով այդ ամեն ինչը ավելի ցայտուն է դառնալու վիրահատության եւ հետվիրահատական շրջանում հիվանդների ապակինման, հետվիրահատական մաճակալորերի կրճատման, հիվանդների ավելի շուտ տուն վերադառնալու կապակցությամբ։ Տարբերվելու են բիպոլյար ռեզեկտասկոպի եւ պլազմային գեներատորի առկայությամբ։ Պլազմային գեներատորի միջոցով կատարված վիրահատությունների հետ կապված ասեմ, որ առավելություններից է, որ հարակից հյուսվածքները չեն վնասվելու, կատարվելու է պլազմայի միջոցով, հիստոլոգիական քննության արդյունքները ավելի ստույգ են ստանալու, որովհետև հարակից հյուսվածքները չեն վնասվելու ուղարկված նյութի, դրանով իսկ ավելի մեծ ճշգրիտ ախտորոշում ենք ստանալու։ Նասիբյան կլինիկայում լապարասկոպիկ վիրաբուժության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական բարձրակարգ ու գրագետ խնամք։ Հիվանդը վիրահատարանից հետո հետ վիրահատական շրջանը անց է կացնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հետագա մոնիտորինգը անցկացնելու նպատակով։ Այսինքն մոնիտորինգը իրականացվում է հատուկ սարքերի շնորհիվ, հիմնականում մոնիտորինգը իր մեջ ներառում է թթվածնի պարունակությունը արյան մեջ որոշելը, սրտի աշխատանքը, զարկերակային ճնշումը եւ ջերմաչափումը։ Հետօպերացիոն շրջանում հիվանդը միացվում է արհեստական շնչառության ապարատին, որպեսզի ել առավել հարմարավետ եւ անվտանգ սարքենք հիվանդի հետ վիրահատական ընթացքը։ Մենք իրան տեղափոխում ենք վիրահատարանից հատուկ սայլակի միջոցով տեղավորում մահճակալի վրա, որը օժտված է մուլտիֆունկցիոնալ հնարավորություններով, ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ հիվանդի համար, օժտված է օրթոպեդիկ ներքնակներով եւ տարբեր դիրք տալով մենք կարող ենք ստեղծել առավել հարմարավետ դիրք հիվանդի համար։ Այստեղ ես ձեզ ուզում եմ ուշադրություն, որպեսզի դուք գրավեք արհեստական շնչառության ապարատին, որը նույնպես 2025 թվականի արտադրության է IOMED VG70, առավելություններից որն է առավելությունը եւ արագությունը բուժաշխատողի համար, որ նրա սենսորային պանելը նաեւ օժտված է no touch համակարգով, այսինքն հեռակառավարման համակարգով, ինչպես նաեւ ժեստիկուլյացիայի միջոցով մենք կարողանում ենք ստեղծել համապատասխան պարամետրներ հիվանդի համար հետօպերացիոն շրջանը ավելի կոմֆորտ անցկացնելու նպատակով։ Այստեղ մենք իրականացնում ենք զուգահեռ, որ ես ուզում եի նշեցի սկզբանե մոնիտորինգը, որը իր մեջ ներառում է սրտի աշխատանքի որոշումը, թթվածնի պարունակությունը արյան մեջ, ջերմաչափումները, որը որ մեզ ավելի բարձրացնում է մեր զգոնությունը, ինչպես բժիշկների, այնպես էլ բուժքույրերի, որոնք որ գտնվելու են սրահում։ Այստեղ մենք ունենք դեֆիբրիլյատոր, որը որ ցանկացած պահին եւս մեզ օգնող ձեռք է եւ օգնող ուժ հիվանդի կյանքը փրկելու եւ ընթացքը հսկելու համար։ Հետվիրահատական սրահում գործում է օդափոխության եւ խոնավեցման հատուկ համակարգ, որի ժամանակ դրսից ներթափանցող օդն ամբողջությամբ ֆիլտրվում է, հետո նոր միայն հասնում ինչպես վիրահատական, այնպես էլ հետվիրահատական սրահներ, միաժամանակ ստեղծելով համապատասխան ջերմային ռեժիմ։ Բացի կենտրոնացված համակարգով թթվածնի ներմուծումից, արկա են նաև շարժական ապարատներ, որոնք ապահովում են հավելյալ թթվածին բուժառուների մոտ հետագա բարդություններից խուսափելու համար։ Պացիենտի անվտանգությունն այստեղ հասցված է առավելագույնի։ Միևնույն օդափոխության համակարգը գործում է նաև հիվանդասենյակներում, որտեղ եւս ապահովված է հարմարավետ, մաքուր ու լուսավոր պայմաններ բուժառուների համար, բազմաֆունկցիոնալ մահճակալներ, թթվածնային սարքեր, առանձին
սանհանգույց, ընդ որում նույնիսկ հատուկ խնամքի կարիք ունեցողների համար հարմարեցված պայմաններով։ Ուզում եմ վերջում շնորհակալություն հայտնեմ Նասիբյան Արթուրին, որը իր մտահղացումները ի կադար ազեց նպատակները իհարկե սպոնսորների օգնությամբ շնորհակալություն, որ շուտով դռներն է բացելու այս կլինիկան եւ աշխատելու է եւ իհարկե մարդկանց համար ավելի լավ կլինի, լավ պայմաններում, լավ ապարատներով, բարձրակարգ ապարատներով աշխատող եւ բարձրակարգ մասնագետներով աշխատող կլինիկա կլինի։ Տարիների փորձ ու հմտություն ունեցող մասնագետներ, գերժամանակակից սարքավորումներ, վիրաբուժության առաջատար թիմ ու գործիքակազմ։ Նասիբյան կլինիկայում այս ամենը երաշխավորված է։